կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ որոշել են քննարկենք շատ սպասված թեմա ընկերության մասին։ Կանանց ընկերություն իսկական չկա։ Կա մարդու հոգեկառուցվածքի տեսակ, երբ ամեն դեպքում ընկերություն ասվածը ինչ որ գլխավոր տեղ միգուցե չի գրավում, գուցե խնդիրը ոչ թե նրանում, որ ձեր հետ ինչ որ բան են չի, այլ նախ ձեզ պետք չի։ Երբ դու չունես ու ասում ես պետք չի, կան հարցեր, որ դու բացառապես կարաս քննարկես ընկերուհու հետ։ Շատ եմ լսել այդ ֆիդբեքը։ Դուք չեք վիճում, ուրեմն եկեք հստակեցնենք։ Մենք իրարնից ենք տալիս մեկ-մեկ։ Ոչ մեկ չի ուզի դրան ականատես լինի։ Մեր շփումը հիմնված չի պրոյեկտի վրա, պրոյեկտն է հիմնված մեր ընկերության վրա։ Կենսակերպը ունի անմիջական ազդեցություն ընկերության վրա։ Հենասյուն հանդիսացող արժե համակարգերը պիտի համընկնեն։ Если դու նարցիս ընկերուհիներ չենք ունեցել, որպես նարցիս ընկերուհի չունենամ։ Я же их люблю։ Եթե դուք ակնհայտ տեսնում եք, որ ձեր ընկերուհու կողմից ձեր նկատմամբ կա ձեզ նվաստացնելու ցանկություն, հա, ձեզ սիրող մարդը ձեզ երբեք չի կարող ցավեցնի։ Տղամարդկանց հետ ընկերության մասին ինչ կասես, արդյոք այն գոյություն ունի։ Այո, քանի մի կողմը հստակ ցույց է տալիս, որ սա միայն ընկերության մասին է ու պահում է ֆրենդզոնում։ Хочешь поговорить об этом?